Ողջույն Civilnet-ի հարգելի դիտողներ, առաջիկա րոպեներին զրուցելու ենք աուտիզմ ունեցող մարդկանց աշխատանքային իրավունքի եւ զբաղվածության խնդրի մասին։ Իմ զրուցակիցն է Արվեստարան հասարակական կազմակերպության հիմնադիր Հասմիկ Թանկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մինչև Արվեստարանի գործունեության մասին խոսելը կուզեի մի փոքր անդրադառնանք առհասարակ աուտիզմ ունեցող անձինք, որքանով են ներգրաված Հայաստանի աշխատաշուկայում, ինչքան որ դուք հասցրել եք ուսումնասիրել եւ զբաղվածության խնդիրն իրոք այդքան մեծ է Հայաստանում։ Հիմնվելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեծ տրամադրած տվյալների, այդ թիվը բավականին փոքր է։ Աուտիզմ ունեցող մարդկանցից ընդամենը 3 հոգին են, որ ըստ մեր նախարարության ունեցած տվյալների ներգրաված որոշակի աշխատանքային զբաղվածության մեջ։ Մենք հավելյալ ճշտեցինք նաեւ բեկից ընդամենը 1 գրանցված անձ կա աուտիզմ ունեցող։ Հետագայում երբ որ նորից ճշտեցինք, ընդհանրապես չկար գրանցված աշխատող աուտիզմով, բայց եթե հաշվի առնենք, որ մենք նաև ունենք ախտորոշման բավականին այդպես մեծ դժվարություններ Հայաստանում, այսինքն թյուր ախտորոշումներ են նաև դրվում, այս տվյալների վրա հիմնվել մի քիչ այդքան էլ ճիշտ չի, այսինքն այս տվյալները վերանայելու կարիք կա։ Իսկ կան նման կազմակերպություններ, գործատուներ, որտեղ դուք գիտեք, որ աուտիզմ ունեցող մարդիկ են աշխատում։ Ես օրինակ գիտեմ Գյումրիում կա ներառական սրճարան, Արեգակ սրճարանը, այդ տեսակ օրինակով կան նաև Երևանում կամ Հայաստանի այլ համայնքներում։ Ցավոք օրինակները շատ քիչ են եւ եթե դիտարկում ենք ընդհանրապես նեյրոբազմազանության աշխատանքային զբաղվածությունը ինքը բավականին տարբերվում է ընդհանուր հաշմանդամություն ունեցողների մեջ, որովհետեւ հաշմանդամություն ունեցող տարբեր տեսակներ են լինում եւ նեյրոբազմազանության դեպքում բավականին դժվար եւ բավականին ուրիշ պայմաններ են անհրաժեշտ։ Ցավոք օրինակները քիչ են, բայց ներկայումս կան Արեգակ սրճարանը Գյումրիում, TMM Soft-ը անձեռոցիկների արտադրությամբ են զբաղվում։ Մենք ենք Լոշ եւ ավելին գազམ་ակերպությունը, այլ չգիտեմ, ցավոք։ Եկեք ձեր նախաձեռնություններից էլ խոսենք, ինչպես է ձեր կազմակերպությունը սկսել իր գործունեությունը, միտքը որտեղից է ծագել հենց զբաղվածությունը ապահովելու համար, թե նաև որպես լավ օրինակ ու նաև կրթելու նպատակ ունի։ Արվեստարանը այս միտքը ձևավորեց տարիներ առաջ, երբ որ ծնողների կարիքը սկսեցինք լսել, ծնողները բավականին շատ անհանգստացած էին, թե ինչով են զբաղվելու իրենց երեխաները, երբ որ մեծանան, չկան ոչ մի համապատասխան կենտրոններ, հմտությունների զարգացման ծրագրեր, եւ այդ ժամանակ մտածեցինք, որ գուցե օգտագործենք այն հմտությունները, որոնք որ մենք տարբեր զբաղվածությունների ընթացքում կիրառել ենք երեխաների հետ, օրինակ խոհարարական հմտությունները, եւ ստեղծենք որոշակի պրոդուկտ, որը որ կարող ենք վաճառել եւ հասույթը նորից ներդնել մեր ձեռնարկության մեջ։ Այդ ժամանակ մենք սկսեցինք ուսումնասիրել ինչա սոցիալական ձեռնարկությունը, իր շնորհիվ Impact Hub կազմակերպության, ովքեր որ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում եւ աջակցում են մեր նման կազմակերպություններին, ոչ միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, այլ նաեւ կարողությունների զարգացում, ինչպես հիմնել բիզնես, ինչպես կառավարել, ամբողջ ոնց որ այդ մենթորինգը եւս տրամադրում են։ Մենք սկսեցինք ուսումնասիրել, հմտություններ զարգացնել ու ձևավորեցինք մեր պրոդուկտը, որը որ լոշիկներ են, գունավոր լոշիկներ են, առողջարար, առանց հավելանյութերի։ Հետագայում նաև ձևավորեցինք մյուս պրոդուկտը, նրբաբլիթներ եւ հիմա նաև կրեկերներ, չորահացեր ենք արտադրում եւ լանչ բոքսեր։ Ներկայումս ակտիվ փուլում ենք մենք հենց շուկա դուրս գալու, արդեն սկսել ենք վաճառել սուպերմարկետներում եւ նաեւ մեզ մոտից առաքում ենք իրականացնում։ Այդպես փոքր քայլերով փորձում ենք մեր սոցիալական ձեռնարկատիրությունը առաջ տանել։ Իսկ միջազգային փորձը որքանով հասցրել եք ուսումնասիրել, այնտեղ ինչպես է օրինակ Գերմանիայում կամ Շվեյցարիայում հաճախ են հայտ երկրները որպես լավ օրինակ բերում ներառականության, ինչպես են աուտիզմ ունեցող մարդիկ աշխատաշուկայում ներգրավում, որ ոլորտներում են հիմնականում աշխատում։
Միջազգային փորձը ուսումնասիրելիս այդպես նախանձով ենք շատ իրականում լցվում, որովհետև այնտեղ պետական աջակցությունը բավականին մեծ է, որոշակի հատվածով սուբսիդավորումներ են գնում, աջակցությունները շատ տարբեր նաև քաղաքային կամ ընդհանուր ոնց որ պետական մասշտաբով բազմաթիվ աջակցություններ կան։ Մի քիչ այս մասով այդ փորձը մեզ շատ հնարավորություն չի տալիս։ Մենք պետք է ներկա մեր երկրի պայմաններում հասկանանք ինչպես մեր բիզնեսը ծավալենք, որովհետև այստեղ բավականին յուրահատուկ եւ տեղին բնորոշ կանոններ կան, նորմեր կան, ստիգմաներ կան, մեր մշակույթի հետ առնչվելով պետք է աշխատենք։ Իսկ օրենսդրական փոփոխությունների կարիք ունենք ավելի շատ, թե տեղեկացվածության պակաս է, մարդկանց հասարակության վերաբերմունքի պակաս է։ Հայաստանում, եթե փորձենք այս վիճակը մի քիչ ավելի բալանսավորել եւ զբաղվածության հարց լուծել, ինչ է պետք անել ձեր կարծիքով։ Երկուսն էլ շատ կարևոր են, քանի որ ներկա պահին պետական օրակարգում ընդհանրապես չկան զբաղվածության ծրագրերի մասով առաջարկներ եւ որքանով որ մենք փորձել ենք կապ հաստատել իրենց հետ, միշտ պատասխան ենք ստացել դեռևս մշակման փուլում են որոշակի օրենքներ եւ այլն, այսինքն մինչ այդ օրակարգը սկսի աշխատել, մենք մեր մասով որպես հասարակական արդեն կազմակերպություն փորձում ենք իրազեկման տարբեր միջոցառումներ իրականացնել, բայց դա շատ քիչ է։ Մենք ներկայումս երբ որ դուրս են գալիս ավելի լայն հանրություն, նույն շփվելով սուպերմարկետի աշխատողների հետ եւ ներկայացնելով մեր պրոդուկտը, մենք բազմաթիվ ստիգմաների ենք հանդիպում եւ շատ դժվարությամբ ենք հաճախ մեր պրոդուկտը մեր պրոդուկտը շատ հաճախ դժվարությամբ ընդունվում, այո, եւ երկու կողմն է շատ կարեւոր է։ Իսկ եթե այս հարցը այդպես էլ չլուծվի, ինչ պատկեր ենք մենք ունենալու, որովհետև այնպես չի քիչ են աուտիզմ ունեցող մարդիկ Հայաստանում, իհարկե դպրոցներ կան, ինչ-որ զարգացման կենտրոններ են բացվում բարբերաբար, բայց զբաղվածության հարցը ինչ որ տարիքից հետո, 18-ից հետո, որ աշխատանք են արդեն ուզում մարդիկ գտնել, դեռ մնում է։ Ինչ պատկեր ենք ունենալու ձեր կարծիքով։ Պատկերը նույնն է լինելու, շատ բան չի փոխվի, որոշակի կազմակերպություններ մեր նման փորձելու են գործունեություններ ծավալել, որոշները եթե ունեն ամբիցիոզ նպատակներ, մենք օրինակ ամբիցիոզ նպատակ ունենք, մենք ըստ մեր տվյալների գիտենք, որ գրանցված կա 67 աուտիզմ ունեցող 18 տարեկանից բարձր երիտասարդ, այսինքն ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մենք մեր արժեվ դրել ենք այդ 67 երիտասարդին ամեն դեպքում աշխատանքով ապահովել, լինի դա փոքր աշխատանք, լինի դա արդեն full time աշխատանք, բայց իրենց ներգրավել։ Բացի դրանից մենք նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամակալների զբաղվածության ծրագիր ունենք, այսինքն մեզ մոտ չեն աշխատում միայն աուտիզմ ունեցող երիտասարդներ, այլ նաեւ խնամակալներ։ Ներկա պահին 4 խնամակալ աշխատում են եւ 4 երիտասարդ աուտիզմով, այսինքն մենք 2 թիրախային խումբ ունենք աշխատանքային զբաղվածության համար։ Նաև մյուս խնդիրն էլ այն մարդիկ աուտիզմ ունեցող, ովքեր արդեն աշխատաշուկայում են, վերցնենք հենց Գյումրիի Արեգակ սրճարանը, իրենց իրավունքների պաշտպանության հարցն էլ է բաց մնում, չէ, եւ օրենքով եւ որովհետեւ նույն հասարակություն, նույն վերաբերմունքով այնտեղ սուրճ է խմում, շփվում է այդ մարդկանց հետ։ Այո, այդ վերաբերմունքը լինելու է եւ անկախ նրանից անձ ունի հաշմանդամություն թե չէ, բոլորս այդ վտանգը ունենք, որովհետեւ մի հասարակությունում ենք ապրում, որտեղ տարբերությունները, անկախ նրանից դա լինի հաշմանդամություն, թե այլ տարբերություն, այդքան էլ բաց չի ողջունվում։ Ու մենք մեր օրինակ շահառուներին որքան հնարավոր է այդպես բաց շփման ենք պատրաստում, որովհետեւ նույն բիզնես ոլորտում եւս կապ չունի քո շահառուներ կամ աշխատողներ ովքեր են, նույն կանոններն են գործում եւ կարեւոր է որ ունենալ այդ դիմադրողականությունը եւ
միայն այդպես չգնալ հանրության առջև որպես հաշմանդամություն ունեցող անձիկ կամ ներառական աշխատավայր ունեցող կազմակերպություն, այլ լիարժեք կազմակերպություն։ Մեր խնդիրը եւ յուրաքանչյուր նմանատիպ կազմակերպության խնդիրը պետք է լինի հանրությանը տալ որակով արտադրանք, որակով ծառայություն, ինչպես որ Արեգակ սրճարանն է իրականացնում։ Առաջին հերթին որակը պետք է լինի առաջնային, որպեսզի մենք կոտրենք այդ կարծրատիպերը։ Այլ տարբերակով խղճահարությամբ կամ այլ մոտեցումներով դա հնարավոր չի։ Մենք հավասարի պես պետք է դուրս գանք հանրության առջև, բայց միևնույն ժամանակ խոսելով ներառականության մասին, տարբերության մասին եւ սոցիալական ազդեցության մասին։ Բայց այդուհանդերձ գործունեության ու զբաղվածության ոլորտները կարծես սահմանափակ են լինում, չէ՞, երբ որ հասարակական կազմակերպություններն են իրագործում, վերադառնալով էլի պետության անելիքներին, չեմ հիշի հիմա որ երկրում էր, բայց նման օրինակ էր գրված, որ եթե 20-ից 30-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպություն է, պետությունը ինչ որ ձև իրեն, այսպես ասած, պարտադրում է, որ նաև հաշմանդամություն ունեցող կամ աուտիզմ ունեցող մարդկանց նույնպես ներգրավի, հա, ինչ որ տոկոսով 3% եւ նաև ինչ որ պատասխանատվություն է գրում դրա համար։ Մեր երկրում դա կաշխատի ձեր կարծիքով։ Այսինքն պետությունը ինչպես պետք է միջամտի ծրագրեր ներառելով, թե հենց ինքը ինչ որ օրենսդրական փոփոխություններ անելով։ Այդտեղ պետք է հաշվի առնվի եւ վերահսկվի նաեւ իսկապես ներգրաված աշխատող հաշմանդամություն ունեցողի իրավունքները, որովհետեւ շատ դեպքերում մեծ բիզնես կամպանիաները կամ կազմակերպությունները իրենք կարող են ներգրավել հաշմանդամություն ունեցողի, բայց ընդհանրապես իր իրավունքները հաշվի չառնվեն, այսինքն դա արվի ընդամենը ոնց որ ճորպիչկայի համար, որ այո մենք արել ենք եւ ավելի վատ դրա շնորհիվ օգտվել որոշակի հարկային ազատումներից, հա, որովհետեւ հաշմանդամություն ունեցողի ներգրավելով այնտեղ հարկային փոփոխություններ են լինում։ Այդ մասով արդեն հասարակական կազմակերպություններն են իրենց վրա վերցնում, հա, այդ պատասխանատվությունը, բայց դա եւս կարող է պետությունը իրականացնել, ոչ միայն տրամադրել այդ հնարավորությունները կամ կանոններ մշակել, բայց նաեւ մշտադիտարկումներ իրականացնել։ Հա, որովհետեւ դուք էլ շատ ճիշտ նշեցիք, շատ հաճախ ունակությունները աուտիզմ ունեցող մարդկանց թերագնահատվում է, ինչ որ պիտակների տակ այդ ամեն ինչը կորում է, բայց իրականությունը լրիվ այլ է։ Եվ զրույցի վերջում մի քիչ էլ խոսենք արվեստարանի հետագա պլանների մասին, ինչ եք պլանավորում անել առաջիկա ամիսներին կամ տարիների ընթացքում ուր եք ուզում հասնել։ Արվեստարանը ներկա պահին իր բոլոր ուժերը ներդրել է լոշ եւ ավելին սոցիալական ձեռնարկությունը առաջ տանելու վրա, որովհետև ինքը մի ծրագիր է, որը որ բավականին մեծ թիմի ներգրավվածություն է պահանջում եւ շատ հաճախ միայն այն թիմը, որը որ լոշ եւ ավելի վրա աշխատում բավարար չի, ու արվեստարանը այդպես մեծ ընտանիքի, մեծ թիմի նման աշխատում է, բայց մեր հիմնական նպատակն է ունենալ մեր զբաղվածության ծրագրերը, որոնք որ դեռահասների համար են, եւ դեռահասներին զբաղվածության ծրագրերի միջոցով 12-ից 18 տարեկանների մասին է խոսքը կամաց նախապատրաստել նաեւ աշխատանքային զբաղվածության, քանի որ մենք ուսումնասիրում ենք եւ տեսնում ենք, որ երբ որ մենք միայն հենց արդեն հասուն աուտիզմ ունեցող երիտասարդի հետ ենք շփվում, այնտեղ բավական հմտությունների պակասներ ենք նկատում եւ կարևորում ենք, որ դեռահասության արդեն շրջանից որոշակի հմտություններ արդեն լինեն երեխայի առօրյայում, որպեսզի երեխան սովորի ինչ է աշխատանքը, ինչպես կարելի է գումար վաստակել, այս բոլոր սոցիալական հմտությունները լինեն արդեն երեխայի օրակարգում, բիզնես քարտերից օգտվել, հա, ունենալ իրենց հաշվեհամարը, գնումներ կատարել եւ այլն, որը որ հիմնականում մեր սոցիալիզացիոն ծրագրերի մեջ ներառված չի։ Հիմնականում կենտրոնները աշխատում են այդպես շատ ավելի ստեղծագործական կամ ձեռագործության ուղղվածությամբ, բայց նաև այս մյուս կողմը կա, որ կյանքին պատրաստել այս աշխատանքային զբաղվածությանը։ Մեզ համար նպատակը սա է, ունենալ զբաղվածության ծրագիր, որը որ կտանի դեռահասներին դեպի հասուն ավելի ինքնուրույն
աշխատանքային զբաղվածության։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։